Ըսած մեր հանապազորդ խոսքը տերունական աղոթքի 4-րդ խնդրանքն է։ Հանապազորյա հաց արտահայտության ներքո Սուրբ Գրքի մեկնիչները հասկացել են երկու բան՝ նյութական հացը եւ Սուրբ հաղորդությունը։ Այս աղոթքում խնդրում ենք Տիրոջից, որ մեզ անհրաժեշտ նյութական հացը տա, որը ապահովում է մեր ֆիզիկական գոյությունը։ Մեզ ավելին պետք չէ, որովհետև վաղվա օրն էլ կախված է Տիրոջից։ Հանապազորյա հաց արտահայտությունը նաև Տիրոջ մարմնի խորհուրդն ունի։ Ես եմ կենաց հացը, ասում է Քրիստոս, քրիստոնյաներից հրավիրելով իր հետ միության, որը իրագործվում է ամեն անգամ Սուրբ Պատարագի արարողության ժամանակ։ Ուրեմն մեզ պետք է եւ նյութական հաց եւ հոգեվոր, այսինքն Սուրբ հաղորդություն։ Ուստի եկեք դիմենք Տիրոջը եւ խնդրենք. տուր մեզ այսօր անհրաժեշտ նյութական հացը եւ հնարավորություն քեզ ճաշակելու, քեզանով զորանալու։